Ողջույն ու բարի գալուստ Տիտես մեդիա, ես Ռուբեն Բանուչյանն եմ, դուք դիտում եք հարցազրույցը տաղավարում, այսօր հյուրընկալել ենք Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին, Տիկին Գրիգորյան, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հրավերն ընդունելի եւ մեր տաղավար գալու համար։ Տիկին Գրիգորյան, ուզում սկսենք վերջին իրադարձություններից, Իրան-Իսրայել բախումը ինչ որ պահի արդեն թեւակոխեց փուլ, որտեղ Միացյալ Նահանգները ուղիղ ներգրավվածություն ունեցավ։ Այսպիսի կանխատեսումներ կային իրականում, որ Միացյալ Նահանգները կներգրավի ինչ որ պահից այս գործընթացին եւ կանխատեսումներ կային նաեւ այն մասին, որ չի բացառվում, որ այս պատերազմը երկարաժամկետ հեռանկարում ավելի ձգվի եւ մեկ այլ կանխատեսում էր նաեւ այն, որ Իրանը իրականում այս փոքրիկ հարվածները, որ հասցրեց ի պատասխան սեփական երեսը փրկելու համար էր։ Ընդհանուր առմամբ ձեր տպավորությամբ ինչ տեղի ունեցավ եւ միտումները դեպի ուր են գնում եւ ինչ սպասել։ Իրականում այնինչ այսօր տեղի ունենում միջազգային հարթակում, այսօր կարող է հենց այս բանի մենք մի բան քննարկենք, տաղավարից դուրս գանք եւ ողջի, որ նոր աշխարհակահաղական իրողություն է ստեղծվել եւ նման պայմաններում մենք հիմա ապրում, այո, չնայած նրան Տրամպը հայտարարել էր, որ 2 շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի, վերջո ներգրավվածություն ունենում է Իրան-Իսրայել այս հակամարտության մեջ, բայց բավականին ավելի կարճ ժամկետներում որոշումը կայացրեց եւ ասաց, որ կոնկրետ օբյեկտներին հարվածներ է հասցվելու։ Այդ հարվածներից հետո չէր կարող չլինել Իրանի հակադարձ պատասխանը, բայց տեսակ, որ իսկապես ես համաձայն եմ ձեր այն դիտարկման հետ, որ դա ավելի շատ երեսը փրկելու քայլ էր, քան թե բուն, այսինքն պատերազմը ավելի թեժացնելու կամ նոր էտապի տեղափոխելու քայլեր էին, որովհետև նախապես եւ զգուշացված էր ամերիկյան կողմը եւ ռազմաբազաների մասով, այսինքն այդտեղ երեսը փրկելու բացառապես քայլեր էին։ Ես պետքա ցավով արձանագրեմ, որ նկատում եմ տենդենսը, որ ավելի երկար ձգվող եւ մաշեցվող գործընթացի է վերածվելու, այսինքն պատերազմը ոչ թե ունենալու է բուռն բռնկում եւ ավարտ, այլ այսպես մաշեցվող պատերազմի է նմանվելու, որը հղիա շատ լուրջ հետևանքներով եւ որևէ մեկի համար գաղտնիք չի, որ մեր անմիջական հարևանությամբ ստաբիլությունը մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է եւ հատկապես երբ որ դա զուգորդում ես հայտնի այն հայտարարությունների հետ, որ Զանգեզուրի միջանցք պետք է բացվի եւ այլն, ակնհայտ է, որ որքան թուլանա իրանական կողմը, մեզ համար սպառնալիքների գրադացիան էականորեն բարձրանալու է եւ բացառված չի լինելու ադրբեջանական կամ թուրքական ներխուժումը արդեն Հայաստանի Հանրապետության հարավային հատված։ Այսինքն այս ամբողջ կոնտեքստում բնականաբար մեզ համար ավելի կարևոր է հասկանալ արդյոք Ադրբեջանը ունենալու է հնարավորություն իր երազանքը, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինչ էլ դա նշանակի, իրականացնելու թե ոչ, եւ հետեւաբար մեզ շատ անհրաժեշտ է օդ ու ջրի պես, որ Իրանում լինի կայունություն եւ Իրանը առնվազն կարողանա այդ ստաբիլ վիճակը իր պահի։ Մեր արտաքին գերատեսչության այսպես քաղաքականությունը այս մասով դուք համարժեք համարում եք հատկապես արտաքին գործերի նախարարության արձագանքը կոնկրետ Իրան-Իսրայել բախման մասով, երբ որ այսպես ընդգծված միակողմանի հայտարարություններ ի աջակցություն Իրանի ավելի շատ։ Ես կարծում եմ, այստեղ դուք գիտեք, որ մենք կատեգորիկ այսպես ընդդիմադիր հակոտնյա քաղաքական ուժեր ենք, բայց այս պարագայում ես կարծում եմ չէր կարող լինել խիստ բալանսավորված, ակնհայտ է, որ պետք է լիներ Իրանին սատարող հայտարարություն։ Ի վերջո բազմաթիվ են նաև այդ նույն Զանգեզուրի միջանցքի մասին խոսացինք, պարզ է, որ ինչպես Էրդողանն էր նաև նշում, որ Զանգեզուրի միջանցքի ծրագրի չիրականացման հիմնական մեղավորը կամ պատճառը Իրանի դիրքորոշումն է եւ հետեւաբար այստեղ այսպես բալանսավորման տրամաբանությունը ես ուղղակի չեմ տեսնում, հաշվի առնելով նաև թե Իսրայելը ինչպիսի դերակատարում բացասական առումով ունեցել է նաև Արցախյան պատերազմի ժամանակ եւ ընդհանրապես ինչպիսին է իր դիրքորոշումը մեր մասով։ Ադրբեջանի հետ հիմիկվա իր վարած քաղաքականությունը նաև որևէ մեկի համար գաղտնիք չէ, օկուպացված տարածքներում իսրայելական ներկայությունը, հետախուզական ծառայությունների արկայությունը եւ այլն, այսինքն այստեղ բալանսավորելու խնդիր չկար, կա հստակ տեսլական, որ Իրանն է մեր բարեկամ երկիրը, որի թուլացումը մեզ որևէ կերպ չի օգնելու, եւ կա Իսրայել, որը այսպես թե այնպիսի քաղաքականություն չի վարում, որ օգուտ է Հայաստանի Հանրապետությանը։ Դե բայց Իսրայելի թիկունքում մենք ավելի շատ հասկանում ենք այսպես կոչված արևմուտքը եւ Միացյալ Նահանգները եւ իշխանությունները մեզ անդադ համոզում են, որ փորձում են այսպես ասած ջերմ հարաբերություններ կառուցել
Արևմուտքի հետ։ Եթե միջև վերջ անկեղծնեմ, ես ինչ որ ձևով նաև Իրանի մասով նման հայտարարությունը պայմանավորվում նաև Թուրքիայի դիրքորոշմամբ, այս իշխանություններն ինչքան էլ հայտարարեն, որ մենք գնում ենք դեպի արևմուտք, ակնհայտ է, որ իրենց հիմնական ուղղությունը դեպի Թուրքիա է, Թուրքիան ընդգծված դիրքորոշում է հայտնել Իրանի մասով եւ կարծում եմ այդ դիրքորոշման բերումով է, որ իրենք ավելի անկաշկանդ են եղել Իրանի պաշտպանության հարցում։ Ինձ հետաքրքիր է նաև արդյոք չափազանցված չեն այն մոտեցումները կամ կանխատեսումները, համաձայն որի իսկապես Ադրբեջանը ինչ որ լուրջ վտանգներ ստեղծելու է Սյունիքում պայմանավորված այս իրավիճակով։ Չափազանցված, արդյոք դրանք չափազանցված չեն։ Այո։ Դե չգիտեմ ուրիշ, էլ ինչ անի Ադրբեջանը, որ մենք մտածենք, որ սա առավել քան մեծագույն վտանգ է մեզ համար։ Հռետորաբանության մակարդակով դա անում են, զորավարժությունների մակարդակով անում են, միջազգային օրակարգ դարձնում են, միջազգային գործընկերներին բացատրում են, թե միջանցք ասածը ինչ է, ինչի համար է իրանց պետք։ Այդ տարածքներում Հայաստանի սահմանների հարևանությամբ, Իրանի սահմանների հարևանությամբ հատուկ տեղակայման ռազմական տեղակայումներ ունեն, օդանավականներ բացում են, որոնք պարզա որ մարդկանց տեղափոխման նպատակ չի հետապնդում, նախ եւ առաջ ռազմական նպատակ է հետապնդում։ Այսինքն որ ֆրագմենտում մենք չենք պատկերացնում, որ դա ռեալ վտանգ է, այսինքն ոչ միայն առանձին ֆրագմենտներն են իրենց հերթին մեզ համար լուրջ սպառնալիք, բայց այդ բոլոր ֆրագմենտների համակցությունը ուղիղ ազդակ է, ուղիղ քիչ է մնում բան, այսպես բառացի մնում է Ալիևը բառացի հայտարարի, որ հենց հնարավորություն ունենամ հարձակվելու։ Այն ֆրագմենտում, որ այս պահին կոնսենսուս չկա միջազգային խաղացողների մոտ Սյունիքի հարցում եւ թույլ տալու եւ հետեւաբար արկածախնդրություն կդիտվի Ադրբեջանի կողմից օգտվել այս իրավիճակից եւ ներխուժել։ Միգուցե այս փուլում արկածախնդրություն լինի, բայց ցանկացած իրավիճակի, այսինքն կախված նրանից ինչպես է իրավիճակը զարգանում, բայց Ալիևը փաստացի հիմքերը ստեղծում է, որ եթե լինի իրավիճակ, համապատասխան իրավիճակ, ինքը իր գործողությունները կիրականացնի։ Ճիշտ է, որ հենց այս փուլում միգուցե ագրեսիան իսկապես ընկալելի չլինի, բայց ամեն դեպքում ինքը բոլոր հիմքերը ստեղծում է, որ ստեղծված նոր ձևավորված աշխարհակաղակական իրավիճակում ինքը կկարողանա նաև այդ հարցը լուծել։ Ինքը իր համար այդ խնդիրը դրել է, Զանգեզուրի միջանցքի հարցը դրել է։ Եթե դրան կարողանա հասնի քաղաքական դիվանագիտական ճանապարհով, այդպես է հասնելու, եթե դրան այդ ճանապարհով չի կարողանալու հասնել, հասնելու է ռազմական ճանապարհով։ Կարծես թե Հայաստանի իշխանությունները այդպես քաղաքական կանաչ լույսը տվել են։ Ինչի պիտի ռազմական ճանապարհով հասնի։ Դե ամբողջ հարցն այն է, թե մենք հիմա, տեսեք, երբ որ մենք սովորաբար խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որովհետև Թուրքիայի վարչապետը նաև հայտարարեց հայ համայնքի հետ հանդիպմանը, որ եթե ուզում են գնալ գալ, թող գնան, ինչն է խանգարում։ Ամբողջ հարցը դա է, որ երկար տարիներ շարունակ ասել են որևէ միջանցք չի լինելու, դա մեր կարմիր գիծն է, չնայած մինչև այդ բազմաթիվ կարմիր գծեր ուղղակի վերացել են, հայտարարվել են ու այլևս չկան, բայց այստեղ էլ հիմա ինչ է ասում, այդ թող գնան գան, անունը ինչ էլ դնեն, կդնեն, այսինքն իրանք կդնեն միջանցք, մենք կասենք դա միջանցք չի ճանապարհը։ Այո, ես կարծում եմ, որ սա յուրօրինակ ազդակ է եւ Թուրքիան եւ Ադրբեջանին, որ նաեւ այդ դիվանագիտական ճանապարհով, այսինքն քաղաքական ճանապարհով հնարավոր է տարածքները տրվի, միայն թե դրան ուրիշ անուն կա։ Ընդ որում դուք վերջերս նկատեցիք Բայրամովի հայտարարությունը, որ ավելի մեղմ էր միջանցքի ձևակերպման շուրջ։ Նա ասում էր, եթե հայերը նեղվում են այդ ձևակերպումից, կարող են ուրիշ անուն տալ։ Դա օգնություններ ուղղակի Նիկոլ Փաշինյանին։ Որտեվ կարևորը իրականում խնդիրը ոչ թե անունն է, ձևակերպումն է, այլ թե ինչ ռեժիմ է այնտեղ գործելու եւ որևէ մեկը այսօր օրինակ Թուրքիային ինչ նախանգարում էր տարածքով գնալ գալ։ Խանգարում այն, որ իրենք փակ են պահել սահմանը, մենք ենք փակել սահմանը, իրենք են փակել սահմանը, հետեւաբար ով է խոչընդոտում ճանապարհների ապաշրջափակմանը, իրենք են խոչընդոտում։ Շատ լավ, վերադառնալով ներքաղաքական հարցերին, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայաստանի իշխանությունները, այսպես ասած, ավելի շատ հակված են ոչ թե արևմուտք, այլ Թուրքիա, բայց ինձ հետաքրքիր է, վարչապետը նախորդ շաբաթ ազգային ժողովում հետաքրքիր հայտարարություն արեց այն մասով, որ փաստորեն ինքը մինչև 2022 թվականը եղել է ֆորպոստի վարչապետ։ Օրինակ ձեր տպավորությամբ, երբ նա ասում է, որ ֆորպոստի վարչապետ է եղել, որ այսպես ասած կայսրության ֆորպոստի վարչապետն է եղել, ինչի եմ ես այս հարցը տալիս, որովհետև իմ ընկալման գուցե թե նա ակնարկում է ոչ այլ ոքի, քան հենց Ռուսաստանի եւ Կրեմլին, եւ այստեղ արդարացի հարց է առաջանում քաղաքացիների մոտ, ինչու է մեր ընդդիմությունը, այսպես ասած, Փաշինյանին քննադատում թուրք-ադրբեջանական այսպես կոչված շահերը սպասարկելու մեջ, բայց չի քննադատում ռուսական շահերը սպասարկելու մեջ։
Նախ այդ հայտարարությունը երբ որ ինքը արեց, ես տեսա, որ դուք նաև Facebook-յան տարբեր գրառումներով դրան անդրադարձել եք։ Մեր գործընկերներն էլ հաջորդ օրը իր հայտարարության հաջորդ օրը ճեպազրույցի ժամանակ, ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ օբյեկտիվորեն այդ հարցն են հնչեցրել, վայ եթե դու 18 թվականին համարում ես, որ մենք եղել ենք ֆորպոստ եւ մինչեւ 22 թվական, այսինքն մինչեւ Արցախը ամբողջությամբ հանձնելդ համարում էիր, որ մենք ֆորպոստ ենք, իսկ մեզանում այսինքն այլ ընկալում էլ չկա, երբ որ ֆորպոստ են ասում ծայրագավառ եւ այլն, հասկանում են, որ Ռուսաստանի մասին է խոսքը ձեր հարցի առաջին մասով, այստեղ այլ տարբերակ էլ չկա, էլի, իրանք այդ կոնոտացիան դրել են դրա տակ։ Մենք այդ օբյեկտիվ այդ հարցադրումը հնչեցրեցինք, փաստորեն դու 18 թվականին եթե ծայրագավառում էինք մենք գտնվում, ո՞նց ես կարողացել հեղափոխություն իրականացնել։ Այո, սրանք օբյեկտիվ հարցեր են, որոնք ինքը պատասխան չունի։ Գիտեք, հիմա ինքը ամեն փուլում իմպրովիզանում, մի ձև ներկայացնում, ինչպես հետո իրենք կմեկնաբանեն, ինքնահայեցում են անում, հասկանում են իրենց հետ ինչ է տեղի ունեցել։ Յուրաքանչյուր փուլում ինչ նպատակահարմար է այդ փուլում, ասում են, Արցախը Հայաստան է եւ վերջ, ընդհանուր զգում էին տրամադրությունները դա է, Արցախը Հայաստանը եւ վերջ էին ասում։ Հիմա անհրաժեշտ է ասեն Արցախը Ադրբեջանը եւ վերջ, ասում են Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ 18 թվականին հեղափոխություն էին անում, ասում են հիմա մենք ինքնիշխան ենք եւ այլն։ Պարզվում է ոչ ինքնիշխան բանը վարչապետ է եղել մինչև 22 թվական, մինչև Արցախից ամբողջական այսպես ազատվելը, այսպես բեռը թոթափել է իր համար։ Ես կարծում եմ, այս հարցերն առաջանում են, բայց եթե մենք հիմք ենք ընդունում, որ ինքը իսկապես անկեղծ է իր հայտարարությունների մեջ, այո, կարող ենք այս ամեն ինչը քննարկել, բայց քանի որ ես վստահ եմ, որ ինքը անկեղծ չի իր դիտարկումների մեջ, ուղղակի ըստ նպատակահարմարության, պարտությունը հաղթանակ ձևակերպելու խնդիր այր արժև դրած։ Հա ինքը պետք է ասի, որ մենք հիմա ենք դարձել անկախ, չէ՞, Արցախի հանձնումը ինքը պետք է դա որպես հաղթանակ ներկայացնի։ Պատահական չի, որ տարբեր ԿՊԱ-ականներ ասում են, որ 22-23 թվականի սեպտեմբերը մեզ համար ինքնիշխանության օր էր, անկախության նոր օր էր, հա, երբ որ Արցախը ամբողջությամբ էթնիկ զտման էր ենթարկվում։ Այսինքն ես իր մոտիվը չեմ տեսնում, որ սենց ինքը անկեղծ ինքնահայեցման է գնացել եւ այլն։ Ես տեսնում եմ, որ ինքը իր արժեվ խնդիր ունի բոլոր կորուստները Արցախի հանձնումը ձևակերպել որպես ձեռքբերում, հետեւաբար նաեւ այդ ընդհանուր տրամաբանության մեջ էր մտնում այն, որ ինքը ասում է ես 22 թվականին Արցախից ազատվելով նոր ձեռք բերեցինք մենք պետություն, ինքնիշխանություն եւ այլն։ Դա ինձ թվում է յուրաքանչյուր adekvat մարդու համար դա ուղղակի ցնդաբանություն է եւ հետեւաբար այդ ցնդաբանության ներքո մնացած հարցադրումներին շատ անդրադառնալ։ Բայց եկեք մի ճշգրտում անենք, ինքն իր հայտարարություններում անկեղծ չի, թե անլուրջ է։ Եվ անկեղծ չի, եւ անլուրջ է։ Այսինքն ի՞նչն է այդտեղ անկեղծ։ Ինչի համար եմ ես հարցնում հատկապես լրջության մասով, որովհետեւ հաճախ անդիմադիր հայացքներ ունեցող մեր քաղաքացիների մոտ ես տեսնում եմ այդ ընկալումը, որ անընդհատ խոսում են, որ պետք չի լուրջ վերաբերվել նրա հայտարարություններին, միշտեղ մենք գործ ունենք հանրապետության վարչապետի հետ, որը վերահսկում է իշխանությունը կարծես թե բոլոր մարմիններում։ Իրականում այդ հարցադրումները հիմա գնալով ավելի շատ անում են մեր հասարակության մեջ, արդյոք ինքը adekvat է, արդյոք ինքը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, թե չունի, օբյեկտիվորեն այդ հարցերը հնչեցվում են, որովհետև նրա վարքագիծը թույլ է տալիս նման կասկածներ ունենալ։ Այստեղ ես բան չեմ տեսնում, չեմ ուզում հակադրվել։ Մենք տեսել ենք նրա հիստերիկ պորտկումները ազգային ժողովում, մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք նրա գրառումները, որոնք խիստ adekvat կոչելը մեղմ ասած ճիշտ չի։ Այսինքն այս ամենը այո մարդկանց մոտ տպավորություն ստեղծում, այս մարդը adekvat չի, լուրջ չի կարող նրա մոտեցումները լուրջ լինեն։ Միևնույն ժամանակ ես մշտապես հորդորում եմ մեր քաղաքացիներին այմուս ծայրահեղության մեջ չմտնել ու ասել գիժա, գժի ասածները մի խոսքով չքննարկենք, այդպես չի։ Կան հարցեր, որոնցում ինքը խիստ հետևողական է, խիստ ծրագրված է իրականացնում, ինքը Արցախի մասով իրականացվել է ծրագրած գործողություններ։ Այո, հիմա ինքը դա փորձում է ինչ-որ փաթեթավորում, ինքնիշխանության ձևավորում, անկախություն հիմա ենք ստացել, միջև այդ ֆորպոստ ենք, այ հիմա ինքնիշխան պետություն ենք եւ այդ ձևակերպումները կա, որովհետեւ ինքը ծրագրավորած տարել է Արցախի հանձնումը։ Դրա համար մեր քաղաքացիներին առաջարկում եմ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունը չնետվել, այո ինքը ակնհայտ ունի
խնդիրներ, որոնք այդ պորտկումները ավելի շատ ստանում են այն բանի բերումով, որ հասկանում է, որ իշխանության կորուստը մոտ է, լավ գիտակցելով ինքը ինչ է արել մեզ բոլորիս հետ, պետության հետ, Արցախի հետ, մեր ժողովրդի հետ, հասկանում է ինչպիսի իրավական հետևանքներ կարող են ունենալ, այո, նման նյարդային դրսևորումներ են լինելու։ Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ ինքը իր քաղաքականությունը վարելիս շատ տրամաբանական, այսպես գիծը տանում է, ինքը հələ որ չի շեղվել իր ընդհանուր գծից։ Տիկին Գրիգորյան, մենք դուք նաև խոսեցիք այսպես նյարդային ջղաձգումների մասին, այնպես է ստացվել, որ վերջին մի քանի այդ ջղաձգումները ի արձագանք են հիմնականում հենց ձեր նկատի ունեմ, հայտարարություններին կամ ելույթներին, ինչ է տեղի ունեցել, գտել եք արդյոք այն հիմնական ներվը, որտեղ որ հնարավոր է, այսպես ասած, բռնել եւ խաղալ այդ նյարդի հետ։ Իրականում շատ դժվար է դա բացատրել, որովհետև դու կամ պետք է մասնագիտությամբ իսկապես հոգեբան, հոգեբուժ լինես, կամ իր գլխի մեջ լինես, հասկանաս իր մեջ ինչ է կատարում։ Ես անկեղծությամբ նույնիսկ ԿՊԱ-ականներին նայելով հասկանում եմ, որ իրանք էլ չեն պատկերացնում, այս մարդը վերջ չի ընկավ այս ցնցումների մեջ։ Իմ գործոնը այստեղ մինիմալի է, որովհետև իմ գործընկերները նախապես հարցադրումներն անում են, ինքը արդեն նյարդային բանի մեջ է ընկնում ու հետո արդեն միգուցե եւ վերջի հարցը սովորաբար իմն է լինում, ինքը ավելի շատ ազդվում է, այսինքն արդեն գեներացված է լինում որոշակի նյարդային իրավիճակ, բայց վերջին բոլոր հարցադրումները բոլորը չէ, բոլոր հարցադրումները հիմնականում վերաբերել են կոռուպցիային, որովհետև ինքը ամենաբարձր հայտարարություններով խոսում էր, որ կոռուպցիան արմատախիլ է արված մեր երկրում, որը կոռուպցիոներ չի կարող իր թիմում լինել եւ այլն, երբ որ իր դիմաց դնում ես կոնկրետ փաստեր, ինքը տեղ չունի այդտեղից գնալու, չի կարող ասել սա սխալ է, որովհետև դա սխալ չէ, ինքը գիտի, որ սխալ չէ։ Միևնույն ժամանակ հասկանում է, որ իր հիմնական բրենդը, որ հա ինքը ապիկար է եւ այլն, խեղճ Նիկոլն է, ինչ անի եւ այլն, այդքանին գումարվում է այն փաստը, որ ինքը կոնկրետ կոռուպցիոն սխեմաների կամ ուղիղ հովանավորն է կամ մասնակիցն է։ Այսինքն դա իրեն հունից հանում է։ Չնայած օրինակ իմ հարցադրումներից մեկն էլ եղել է այն մասին, թե ինչ է զիջել Ադրբեջանը, որ ի վերջո ստացել ենք այս փաստաթուղթը, որովհետև ցանկացած բանակցություն զիջումներ է ենթադրում, Հայաստանի կողմից զիջումները ակնհայտ են, ինչ է զիջել Ադրբեջանը, դրանից եւս ինքը ընկավ ցնցումների մեջ, բայց դա իր ակնհայտ թերացումների, իր ակնհայտ բաց թողումներին առերեսվելուց հետո տեղի ունեցող հոգեբանական ինչ-որ դրսևորումներ են։ Այնքան բարդ է հիմա, երբ որ քաղաքականության մեջ ես, բայց ստիպված ես ոչ թե քաղաքական գործընթացների ավելի շատ մեկնաբանել, այլ մարդու նյարդային թելերով պայմանավորված ինքը ոնց կարձագանքի, ինչ կարձագանքի, կամ ես վերջին օրինակ ելույթի ժամանակ էլի ինչ ասես ասում եմ եւ այլն, բայց մի հատվածում էլ ասում եմ 7 միլիարդ պետական պարտքը, որ վերցրել եք, ինչի վրա է գնացել։ Ինձ տարեք ցույց տվեք 7 միլիարդի ստրատեգիական նշանակության մի օբյեկտ, գոնե մեկը, ասֆալտը հաշիվ չի։ Մի օբյեկտ ցույց տվեք, որ ի վերջո 7 միլիարդը մեր գալիք սերունդներն են, չէ՞, տոկոսները փակելու, այդ գումարը փակելու։ Ինչ է ստեղծվել այդ 7 միլիարդով, որ մեր երեխաները վայելելու են, մեր թորներն էլ դրա համար հələ պետքա գումար տան։ Ինքը տենց իհարկե ջղաձգումների մեջ ընկավ, բայ ես դες ցույց կտամ եւ այլն, ասում եմ, ինձ անձնապես խնդիրը չի էլի, որ ինձ անձնապես ցույց տակ։ Եկեք հայտարարեք, թե մեր պետության այդ 7 միլիարդ, որ մեր քաղաքացիների հաշվին վերցրել եք, ի վերջո դա ինչի վրա է ծախսվել։ Այսինքն այդ դերվագով էլ ես տեսա ինչ որ ջղաձգումներ։ Այո, կարծում եմ հիմնականում իր խնդիրը այդ կոռուպցիայի հետ կապված խնդիրները, չարաշահումները։ Այո, կոռուպցիայի հետ ասոցացվելն է եւ կարծում եմ, որ ինքը օբյեկտիվորեն արդեն ասոցացվում է կոռուպցիայի հետ։ Եվ դա ոչ միայն մեր ասելով է։ Մարդիկ ամենօրյա ռեժիմով իրենց շրջապատում տեսնում են դա։ Արձագանքների մասով եւս մի հարց, հետաքրքիր է, որ նախկինում եթե որևէ ընդդիմադիր շարժ նկատվում էր, իշխանությունները արձագանքում էին ընթացքում կամ ավելի post factum էին արձագանքում, բայց վերջին դեպքերը մասնավորապես գործարար Սամվել Կարապետյանի այսպես հայտնվելը քաղաքական դաշտում կարծես թե հանգեցրեց նրան, որ իշխանությունները միտում ունեն որևէ այսպես տեղաշարժ ընդդիմադիր հատվածում հենց բնում խեղդել, որովհետև արձագանքները բավականին կտրուկ են եւ կոշտ։ Ինչ է տեղի ունենում այս մասով, որովհետև կա վարկած նաեւ, որ այ գործող ընդդիմադիր ուժերը իդենս ձեզ եւ պատիվ ունեմի եւ երկրորդ եւ երրորդ նախագահների այլևս այսպես ասած հանրային ընկալումներում սպառվել են եւ դաշտ է մտնում մի նոր քաղաքական գործիչ կամ մի նոր գործիչ, որ դեռ քաղաքական գործիչ չէ եւ քաղաքական հայտ է ներկայացնում, որը կարող է այսպես ասած լուրջ վտանգներ ստեղծել իշխանության համար։
Նախ Հայաստան խմբակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է լինել ընդդիմության հիմնական դերակատարը, բոլոր սոցիոլոգիական հարցումները դա ուղղակի ցույց են տալիս, բայց Սամվել Կարապետյանը լինելով հայ մարդ, բարերար, ով մշտապես եղել է եկեղեցու կողքին, այսօր չէ որ բարձա դարձել, որ Սամվել Կարապետյանը եկեղեցու կողքին է։ Կարծում եմ բոլորս գիտենք, որ եւ Մայրաթորի հետ կապված ինչքան մեծ աշխատանքներ, աշխարհի մի խոսքով շատ մեծ ներդրում ա ունեցել Սամվել Կարապետյանը ոչ միայն Հայաստանում, Արցախում, Սփյուռքում, այլ նաեւ կոնկրետ եկեղեցու առնչությամբ եւ բաներ շատ բնական էր, որ ինքը պետքա խոսեր ի պաշտպանություն եկեղեցուն եւ դա Նիկոլ Փաշինյանի այսպես վախերը շարժեցին ինքը վախեցավ որ այո Սամվել Կարապետյանը կարող է դառնալ քաղաքական գործոն եւ կանխարգելիչ այսպես ասած միջոցառում իրականացրեց բայց նույնիսկ այնքան փնթի այնքան նյարդային էր այդ միջոցառումների տրամաբանությունը Facebook-ում ուղիղ գրառումներ այսպես ուղիղ բան, ասես ցուցումներ դատախազին քննիչներին, Ռուբեն, որպեսզի պատկերացնեք, մենք ազգային ժողովում նստած էինք այդ ժամանակ։ Մենք ազգային ժողովում նստած էինք եւ տեսանք, որ Նիկոլոսը ուղղակի կտկտացնելով, շատ հիստերիկ կերպով ինչ-որ բաներ ա գրում։ Մենք չպատկերացրեցինք, որ դա կարող է լինի Facebook-յան ստատուսը, եւ միանգամից բացեցինք, տեսանք, որ ինչ-որ բան ա գրել սկզբում հոգեվորականների վերաբերյալ 2 րոպե հետո արդեն Սամվել Կարապետյանի վերաբերյալ հետո Հայկ Կոնջերանին ականջում ու այսպես ցուցումներով որ կգնաք այս կասեք, այն կասեք ու հետո մենք տեսանք հայտարարությունների ժամին մի քանի հոգի վեր կացան խոսացին այսինքն այսքան բացահայտ նույնիսկ այն բանից հետո որ այդ ընդհանուր ցուցումը գնացել էր դատախազությանն ու քննիչներին դրանից հետո չի հանգստացել են ես իմ ձևով կմիջամտեմ ձեզ կլռեցնեմ ընդմիշտ կլռեցնեմ այսինքն դրանից ավել միջամտություն իրավական համակարգին ուղղակի դժվար է պատկերացնել բայց դա խոսում է բնականաբար իր վախերի մասին այո Նիկոլ Փաշինյանը մեկ գերխնդիր ունի մոռացեք որ ինքը ուզում է խաղաղություն մոռացեք որ ինքը մեր երկիրը ապահովության է տանելու տնտեսական զարգացում եւ այլ այդ ամեն ինչ ուղղակի չկա իր օրակարգում իր օրակարգի առաջինից 10-րդ հարցերը սեփական աթոռի պահպանության խնդիրն է եւ այդ աթոռի պահպանության խնդիրը ինքը լուծելու համար նույնիսկ նման անմեղ հայտարարությունը որ մենք եկեղեցու պաշտպանությանը մեր ձևով կմասնակցենք ինքը նույնիսկ այդտեղ վախ տեսավ եւ միանգամից կալանավորման տալիս հասկանում եք կալանավորում ընդ որում ամենախիստ ռեժիմով նույնիսկ падգամավորները նրան չեն կարողանում տեսակցել եւ դա ակնհայտ քաղաքական հետապնդում է իսկ քաղաքական հետապնդման համար կարեւոր չէ որ անձը լինի քաղաքական գործիչ այո Սամվել Կարապետյանը դեռ քաղաքական գործիչ չէ բայց նա այս քայլերով ուղակի դրթում է ոչ թե դրթում այլ այնպիսի իրավիճակ է ստեղծում որ քաղաքականությամբ չզբաղվել ուղակի չի ստացվի Տիկին Գիքյան Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ հայտարարություն արեց իր աջակցություն Սամվել Կարապետյանի եւ հայտարարության մի հատված եմ ես ուզում մեջ բերել որտեղ ինքն ասում է այս խայտարակ իրավիճակից միակ ելքը իշխանափոխությունն է այլապես արագ գլորվում ենք դեպի տոտալ բռնապետություն մեր պետականության համար անկանխատեսելի հետևանքներով Գիտեք, էլի հանրության շատ այսպես մեծ հատվածների մոտ օբյեկտիվորեն հարց է առաջանում եւ սա միայն անկեղծ լինենք, միայն իշխանական թեզերը չեն եւ իշխանության արձագանքները չեն, երբ որ երկրորդ նախագահը խոսում է օրինակ կոռուպցիայի դեմ պայքարից կամ խոսում է բռնապետության մասին, մարդիկ օբյեկտիվորեն հիշում են նաեւ իր կառավարման տարիները, երբ որ քաղաքական հայացքների համար շատ գործիչներ, այսպես քաղաքական հետապնդման էին ենթարկվում։ Ռոբեն ջան, այս իշխանությունը ունեցել է 7 տարի, որ գոնե մի դրվագով ինչ որ հարց մեկնաբանի եւ ցույց տա ապացուցի այդ ամենը։ Այսինքն այն որ ինքը կառավարության նիստում նստած ասում է Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, բայց դրա կոռուպցիոներ է, բայց որևէ փաստ 7 տարվա մեջ 7 տարի իշխանության ամբողջական իշխանություն ունենա մարդը, բայց էլի ենթադրություններով խոսա, էլի խոսա այն նույն տրամաբանությամբ, միշտ 17 տարի շարունակ որպես ընդդիմադիր գործիչ խոսել է, այդ թող գնային ապացուցեին, թող ցույց տային։ Բա մենք ոնց ենք իր բոլոր բացառապես բոլոր այդ կոռուպցիոն դեպքերը, այսպես որ ավելի հայտնի է, դնում ենք իր առաջ, չէ՞։ Բայց 7 տարի դու իշխանություն ունենաս, դատախազը քո ցուցումով գործի, քննիչները քո ցուցումով գործեն, ԱԱԾ-ն քո ցուցումով ընդհանրապես մտնի բոլորին պարկեցնի ու դու չկարողանաս մի փաստ ասել, միակ փաստը որ ապացուցվել է, որ ինքը Ռոբերտ Քոչարյանը 4 միլիարդ չունի։ Դա միակ փաստն է, որ կարողացել է ապացուցի Նիկոլ Փաշինյանը։ Ես ինքս ծնվել մենցանալով Կապան քաղաքում, մշտապես լսել եմ դա, որ օրինակ Պղնձամոլիբդենային կոմբինատը Ռոբերտ Քոչարյանինն է։ Եվ այո,
ակնհայտ է արդեն, բոլորի համար է ակնհայտ, ապացուցված փաստ է, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ առնչություն չունի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ։ Եվ այդպես շարքը անվերջաս պայքան լինի, տարբեր բանկեր, միջև այսօր օրինակ կարող է կողքից լսածնեք, Արչին բանկ, չգիտեմ որ բանկ, տենց բանկերի մի ամբողջ ցանկ կար, չէ, որի հետ Ռոբերտ Քոչարյանը առնչություն չունի։ Այսինքն միակ բանը, որ արել է, այո, ապացուցել է, որ Ռոբերտ Քոչարյանին վերագրվող այդ հսկայական գումարները ուղղակի գոյություն չունեն եւ չի կարողացել ունենալով ամբողջական իշխանություն գոնե մի դրվագով ապացուցված փաստ ներկայացնի։ Հիմա դուք այս ամեն ինչը որ ասում եք, նաեւ օբյեկտիվ հարցադրումներ պետք է իշխանությանը լինեն, չէ։ Ես էլ եմ իմիջիայլոց հարցրել, բայց 7 տարի իշխանության եք։ Կարելի է 10 տարի, 17 տարի շարունակ նույն թեզերով գնալ, այսինքն 10 տարի դուք ընդդիմություններին հասկացաք այդ թեզերը տանում եք, բայց 7 տարի իշխանության լինելով չկարողանաս գոնե մի օրինակով ցույց տաս որպես փաստ, թե չէ, պես խոսելով։ Այդ թեզերը պահում են իրենց իշխանության։ Դրա համար եմ ասում, որ ինքը ոչ թե խնդիր ունի իրականում ինչ-որ բան բացահայտելու, ինքը ոչ թե իր արժև խնդիր է դրել օբյեկտիվ իրականությունը բացահայտելու, արդարադատություն իրականացնելու, ինքը խնդիր ունի դա մատի փաթաթան դարձնելու, ու խնդիրը միայն Ռոբերտ Քոչարյանը չէ։ Իմ մասով էլ, տեսեք, շատ տարբեր հարթություններ են, չէ, բայց իմ մասով երբեք պաշտոնյա չեմ եղել, որևէ բան, այսինքն որևէ լծակ չեմ ունեցել, իսկ դարձրել էին, չգիտեմ, հեկերի սեփականատերեր, չգիտեմ, հասկանում եք, նույնիսկ ես, որ որևէ առնչություն չէի կարող ունենալ տեսականորեն, եւ ոչ կոռուպցիայի հետ, ոչ եւ այլնի հետ, ինձանից էլ փորձեցին ձևավորել, ինքը իհարկե հնարավոր չի դա անել, բայց ամեն դեպքում դա որպես մատի փաթաթան օգտագործում են սեփական դիրքերը պահելու համար, բայց ակնհայտ է, որ ինչպես արդեն մեր խոսքի այլ հատվածում ասացինք, ինքն է, որ ամբողջությամբ կապված է կոռուպցիայի հետ, կոռուպցիայի դրվագները ակնհայտ են, եւ դա ոչ միայն անիվն է, այո, դա նաեւ համահայկական հիմնադրամն է, իսկ ամենամեծը 7 միլիարդ պետական պարտքն է, որի դրսևորումը մեր առօրյա կյանքում մենք այդպես էլ չենք տեսնում։ Տիկին Գրիգորյանի վերջին հարցը 2026 թվականի ընտրություններին ընդառաջ արդեն մենք տարբեր վերադասավորումներ տեսնում ենք, կարծես թե ժամանակն է եւ տարբեր քաղաքական ուժեր այսպես նախապատրաստական աշխատանքներ են սկսում, բայց իմ հարցը այն մասին է, թե դուք ինչ ընտրարշավ եք ակնկալում, ինչ եք պատկերացնում, ինչ եք կանխատեսում, ինչ է մեզ սպասում 2026 թվականի ընտրություններում։ Տեսեք, 26 թվականի ընտրություններին դեռ մոտ 1 տարի կա, բայց ամենօրյա ռեժիմով այնպիսի զարգացումներ են տեղի ունենում, որ չի էլ բացառվում, որ կլինեն արտահերթ զարգացումներ, այսինքն միայն 26 թվականի ընտրությունները չեն հիմնական տարբերակը, 26 թվականի ընտրությունը այսպես թե այնպես կան, դա այսպես կոչված deadline-ն է, որին պետք է հասնել իշխանափոխություն իրականացնելու համար, բայց քանի որ ամենօրյա ռեժիմով տեղի են ունենում նոր իրադարձություններ, օրինակ եկեղեցու դեմ հարձակումը, Սամվել Կարապետյանի կալանավորումը, որևէ մեկը չգիտի վաղը ինչ է տեղի ունենալու, այսինքն այս բոլոր իրադարձություններն իսկապես կարող են ձևավորել մի մթնոլորտ, որ իշխանափոխության հարցը արտահերթ զարգացումներով իրականացվի։ Հետևաբար ձեր այն հարցին ինչպիսի քարոզարշավ եւ այլն, այս փուլում մի փոքր դժվար է դրա մասին խոսել, որովհետեւ օրինակ միջև եկեղեցու դեմ հարձակումները մի փոքր ավելի ընկալումը կար, որ մենք 26 թվականի ընտրություններին ենք գնում, քաղաքական վերադասավորումներ պետք է տեղի ունենան եւ այլն, բայց հաշվի առնելով ամենօրյա ռեժիմով տեղի ունեցող փոփոխությունները, արդեն որևէ մեկը չի կարող բացառել արտահերթ զարգացումների հնարավորությունը, եթե իհարկե համապատասխան քաղաքական ճիշտ աշխատանքն իրականացվի բոլոր կողմերի կողմից։ Հետո այնտեղ մի դիտարկում արեցիք, որ քաղաքական ուժերը պատրաստվում են, դիրքավորվում են, ես ներողություն եմ խնդրում, ցավոք սրտի ես դա չեմ տեսնում։ Ես տեսնում եմ քաղաքականապես ակտիվ անհատների, քաղաքական գործիչների, անհատական, բայց ես չեմ տեսնում, որ կա այդ հայտը, կա այդ պատասխանատվություն ստանձնելու ցանկությունը։ Հա, կան տարբեր տաղավարներում քննարկումներ, կան նաև կուլիսնային որոշակի քննարկումներ, բայց չկան թե այդ մարդիկ ինչպիսի կազմով են դրսևորվելու, ինչ քաղաքական ուժեր են ձևավորելու։ Օրինակ մենք Հայաստան խմբակցությունը եւ Ռոբերտ Քոչարյանը շատ հստակ հայտարարել է, որ այդ պատասխանատվությունը պատրաստ ենք ստանձնել մասնակցության թե համախմբման։ Այո, երբ որ խոսում ենք ընտրությունների մասին, ես արտահերթ զարգացումների մասին արդեն խոսացի, ընտրությունների մասին, բայց ես չեմ տեսնում նաև այլ քաղաքական ուժերի, ովքեր այդ հստակ պատրաստակամությունը կհայտնեն, իրենց ներդրումն ունենալ, ինչպես արտահերթ process-ների, այնպես էլ նաև ընտրական process-ներով այս իշխանություններին փոխելու մասին։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։
Itess Media-ի եթերում հարցազրույցն է, շարունակեք հետևել մեզ։